Ահա, ուրեմն տեսեք, մենք նոր այն հարցը ձևակերպեցինք, թե ինչպիսի ծնիչ բազմություն կարելի է վերցնել, որ յուրաքանչյուր վեկտոր միարժեքորեն դրանցով ներկայացվի։ Դե մենք նախապատրաստված ենք արդեն ահա հետևյալ սահմանումը բերելու։ Ե բազմությունը V տարածության մեջ կոչվում է նրա բազիս, եթե նա գծորեն անկախ է եւ ծնիչ բազմություն է։ Այսինքն տեսեք, երկու հասկացություն եկան իրար միաձուլվեցին։ Համ անկախ է, համ էլ ծնիչ բազմություն է։ Ու տեսեք, ինչ լավ անունով է ինքը կոչվում, ծնիչ բազմություն, բազիս։ Բազիսով, եթե բազիս է կոչվում, ինչ-որ բան ֆունդամենտալ կարևորության օբյեկտ չէ լինի։ Հələ օրինակներ նայենք։ Այս վեկտորները, սրանք են վեկտորներն են, որ մի երկու էջի առաջ ուղղահայաց գրեցինք։ Բազիս են թե ոչ։ Իրանց անկախությունը ցույց տվել ենք։ Իրանք որ ծնիչ են, նույնպես ցույց ենք տվել։ Հետևաբար բազիս են։ Մասնավորապես, եթե վերցնենք R3-ը, մեր տարածությունը, որի մեջ ապրում ենք, նրա մեջ բազիսը ինչը կլինի 100,010,001։ Դա հատուկ անուն ունի, կոչվում է ստանդարտ բազիս։ Ուշադրություն դարձրեք, սա կոչվում է ստանդարտ բազիս։ Հիմա վերցնենք ահա այս մատրիցները, EIJ տեսքի մատրիցները։ Մենք առանձին ցույց ենք տվել, որ սրանք անկախ են եւ ցույց ենք տվել, որ նրանք ծնիչ բազմություն են։ Ուրեմն նրանք բազիս են այս մատրիցային տարածության համար։ Մասնավորապես M22-ի համար այն 4 հատիկանոց համակարգը բազիս է ներկայացնում։ Եթե վերցնեմ 1-ը, x-ը, x-ի n-աշճանը, դա բազիս են այս տարածության համար, բազմանդամային, իսկ եթե սահմանափակում չդնեմ աստիճանների վրա բազմանդամների, կստանամ ամբողջ բոլոր բազմանդամների այս fx տարածությունը, որի համար բազիսը այս է։ Այլ օրինակներ կարելի է բերել ինչը, շնորհք ֆունկցիոնալ տարածությունը, ածանցելի ֆունկցիաների տարածությունը, երկու անգամ ածանցելի եւ այլն։ Նրանք իհարկե վերջավոր բազիսներ չեն կարող ունենալ։ Նայեք, բազիսների համար հատուկ տերմինոլոգիա էլ է ընդունված եւ նշանակում ընդունված ֆիքսել։ Դե բացի այն, որ նրանք կոչվում են բազիս, նրա տարրերը ընդունված է երով նշանակել, ոչ թե չնայած իրանք տարածության վեկտորներ են, բայց բազիսի տարրեր ավելի հարմար ընդունեն նշանակել E1, E2, En, որի այս տեսքով։ Օրինակ տեսեք, ուշադրություն դարձնում եք, ստեղ մենք ինչ արեցինք։ Այստեղ ստանդարտ բազիսի տարրերը նշանակեցինք E1-ից En, ստեղ այս մատրիցները նույնպես E-երով նշանակեցինք։ Այս բազմանդամները նույնպես E-երով նշանակեցինք։ Սա ընդհանուր տրադիցիա է մաթեմատիկական, որպես ինչպես ֆունկցիան ամենից հաճախ f-ով են նշանակում, բազիսի տարրերը E1, E2, En-ով են նշանակում։ Դրանից բացի, տեսեք, կարող է, չէ, բազիսը վերջավոր չլինել։ Եթե վերջավոր էր, այսպես էր նշանակում։ Եթե անվերջ լինի, ինչպես նշանակենք, տեսեք, գրված է այսպես EI, որտեղ in պատկանում է ինչ-որ i ինդեքսների բազմություն։ Սրա մասնավոր դեպքերից մեկը որն է, E1, E2, En, ստորակետ եւ այլ։ Դե, իսկ եթե պետք է մեկից շատ բազիսներ դիտարկել, կարելի է նաեւ, ասենք, J1, J2, J-ով նշանակել, այսպես J բազիս, H1, H2, մի խոսքով, այսպես նշանակումների ձևակերպենք մի թեորեմ, որը ցույց է տալիս, թե բազիսը ինչի է անհրաժեշտ, որ բազիսը հենց այն համակարգն է, որի մասին մենք մի քիչ առաջ խոսում ենք, որ ցանկալի կլիներ
եթե այդպիսի լավ ծնիչ բազմություն լիներ։ Այ հենց այդ լավ ծնիչ բազմությունը բազիսն է։ Ինչու՞։ Նայեք։ Ենթադրենք տրված է V տարածություն, որը ունի այս E բազիսը։ Եվ V-ն կամայական վեկտոր է մեր տարածության մեջ։ Այդ դեպքում V-ի ներկայացումը E-ի վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով միակն է։ Այսինքն այսպիսի իրավիճակ, որ մենք մի քիչ առաջ նշեցինք, որ ահա այս V1, V2, V3 համակարգում նույն վեկտորը կարող էր ունենալ տարբեր ներկայացումներ, բազիսի դեպքում այսպիսի իրավիճակ հնարավոր է թե ոչ։ Հնարավոր չէ։ Հնարավոր չէ։ Այսինքն այս V1, V2, V3-ը, որ այս նկարում sense նշվեց, այսա մեր տարածության համար բազիս է թե բազիս չէ։ Բազիս չէ։ Բազիս չէ։ Ահա։ Դե եկեք անցնենք թեորեմի ապացույցին։ Տրված է թեորեմը, որ ենթադրենք V տարածության համար ունենք E բազիս եւ V-ն ցանկացած վեկտոր է մեր V-ից։ Պետք է ցույց տանք, որ այդ V վեկտորի ներկայացումը գծային կոմբինացիաներով E-ի միակն է։ Ապացույցը հետևյալ կերպ ենք տանում, ենթադրում ենք, որ V-ն ունի երկու ներկայացում։ Մի դեպքում V-ն ներկայացվում է A1, E1 գումարած եւ այլն գումարած AM, EM տեսքով, մյուս դեպքում B1, E1 գումարած եւ այլն գումարած BM, EM տեսքով։ Այս դեպքում E1, EM-ը մեր E բազիսից էր եւ մենք միևնույն բազիս վեկտորն ենք վերցրել։ Չնայած որ կարող էինք տարբեր բազիս վեկտոր վերցնել։ Ասենք եթե օրինակ առաջին դեպքում ունենք E1, E2, E4-ը, իսկ երկրորդ դեպքում E1, E3-ը, մենք կարող էինք ավելացնել այդ կորած E-ը։ Ինչպես ավելացնենք։ Առաջինում չկա E3-ը, կգրեինք E3, իսկ գործակիցը 0 կավելացնենք։ Իսկ երկրորդում չկան E2-ը եւ E4-ը, այս դեպքում դրանք կգրեինք եւ նրանց դիմացի 0-ներ։ Հիմա ցույց տանք, որ մենք կարող ենք ստանալ զրոյական վեկտոր այս երկու ներկայացումներից, քանի որ V-ն մի դեպքում հավասար էր A1-երով, մյուս դեպքում B1-երով, սրանք իրարից կհանենք եւ կստանանք զրոյական վեկտորը։ Իսկ հանման ժամանակ մեր գործակիցները իրարից կհանվեն։ Դե քանի որ A-ից հանած B-ին հավասար է 0, հետեւաբար A-ին հավասար է B-ին։ Այսինքն V վեկտորը արտահայտվեց ճիշտ է տարբեր ձևերով, բայց իրականում նույն ներկայացումն էր ուղղակի տարբեր գործակիցներով։ Ահա, շատ ապրեք, մենք ավարտեցինք այս ապացույցը եւ սա կարևոր ֆունդամենտալ նշանակություն ունեցող փաստերից է գծային հարաշվի, որ ասում որ բազիսով յուրաքանչյուր վեկտոր միակ ձևով է ներկայացվում։ Հիմա մենք նախապատրաստվում ենք մեր հաջորդ կարևոր արդյունքը ստանանք եւ դրա մինչեւ այդ մի հատ էսպիսի օժանդակ փաստ եկեք ստանանք։ Ասում է, եթե S-ը, S բազմությունը ծնում է V տարածությունը եւ U-ի վեկտորներից եւ U վեկտորը S-ի մեջից գծային կոմբինացիա է S-ի որոշ այլ վեկտորների միջոցով։ Ասենք sense ենթադրենք V1 V2 ասենք թե V3 V4 այս վեկտորներից մեկը, ասենք V3-ը մենք U-ով ենք նշանակել եւ հանգարց պարզվում է, որ այս U-ն V2-ի եւ V4-ի գծային կոմբինացիա։ Այդ դեպքում
S մինուս un, այսինքն եթե S-ից հանեինք այդ բազմ ու վեկտորը, մնացած մասը նույնպես ծնիչ բազմություն է։ Այսինքն սենց կարճ կարելի է ձևակերպել։ Ծնիչ բազմությունից, եթե հանում ենք գծորեն կախված վեկտոր, այն ինչ որ տակը մնում է, դարձյալ շարունակում է ծնիչ բազմություն լինել։ Գծային կախված վեկտորը ծնիչ բազմություն ելնելու փաստի վրա չէր ազդում։ Իրան կարող ենք հանգիստ ծնիչ բազմությունից դեն նետենք եւ կրկին տակը կմնա ծնիչ բազմություն։ Ապացույցը շատ պարզ է։ Ենթադրենք մեր un դա ինչ որ u1 ու k ինչ որ վեկտորների գծային կոմբինացիա է, ինչ որ a1 aka գործակիցներով, հեսա գրած այստեղ։ Որտեղ էս u1 ու k-ն դա ինչեր են, վեկտորներ են մեր S-ից։ Un ինչ որ մի հատ այլ ուրիշ u1 ու k-ի գծային կոմբինացիա է։ Հիմա մենք պետքա ցույց տանք, որ այս S-ից որ հանենք un, դարձել կշարունակի մնալ ծնիչ բազմություն։ Հիմա նայենք։ S-ը նախքան հանելը հո ծնիչ բազմություն էր, այո։ Մենք վերցնենք պատահական կամայական տար V-ից, այդ V-ն պետք է արդյոք ինքը ունենա ինչ որ S-ի ինչ որ վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով ներկայացում, պետք է ունենա։ Հիմա այդ ներկայացման մեջ կարող է թարսի պես մասնակցել մեր un։ Ինչ անենք, եթե այդ un-ը մասնակցում։ Պարզապես այդ որտեղ որ պետքա un մասնակցեր, այդ un փոխարինենք ահա այս գծային կոմբինացիայով։ Երբ փոխագծերը բացենք նման անդամների միացում կատարենք, կստացվի, որ այս մեր V պատահական վեկտորը կամայական ինքը գծային կոմբինացիայով ներկայացվեց S-ի որոշ վեկտորների, ընդ որում un այլևս իր մեջ չի մասնակցում, ինչը եւ ապացուցում է լեմման։ Այս լեմման մի քանի անգամ մենք օգտագործելու ենք։ Այսպիսի մի ֆունդամենտալ կարևորության թեորեմ ենք անցնելու, որը ասում է V տարածության ցանկացած երկու բազիսներ ունեն միևնույն հզորությունը։ Մասնավորապես, երբ որ վերջավոր քանակի բազիսների մասին խոսքը գնում, սա ինչ ասում, որ V տարածության ցանկացած երկու բազիսներ ունեն նույն քանակությամբ վեկտորներ։ Այսինքն, եթե մեր V տարածության մեջ հանկարծ մի բազիս ենք գրել, որը 3 վեկտոր ունի, հնարավոր չի նույն տարածության մեջ այլևս բազիս գտնել, որը ունենա, ասենք 4 կամ 2 վեկտոր։ Անպայման բոլոր բազիսները ի հավասար քանակությամբ վեկտորներ պարունակեն։ Ապացուցենք սա։ Ուրեմն եկեք ապացուցենք, ընդ որում ապացույցը մենք տանելու ենք միայն վերջավոր դեպքի համար, միայն վերջավոր բազիսների համար, ընդհանուր դեպքը նույնպես հնարավոր է, տրանսֆինիտ թվերի հետ աշխատելը պահանջում, որը ԵՊՀ դասընթացի մեջ չի մտնում, ինչ որ է միայն վերջավոր դեպքի համար նույնպես ապացույց եթե հասկանանք, ընդհանուր դեպքի համար հետագայում երբևիցե կարող եք դուք ընդհանրացնել։ Նախ, մի հատ ապացուցենք մի հատ միջանկյալ նախապատրաստական քայլ։ Հիշում եք, չէ՞, որ վեկտորները կոչվում էին գծորեն կախված, եթե նրանցից մեկը մնացածներով ներկայացվում էր, այսպես։ V1, Vn-ը կախված էին, եթե նրանցից մեկը մնացածներով ներկայացվում էր։ Եկեք այսպիսի մի հավելյալ բան ցույց տանք։ Ցույց տանք, որ այս սահմանումը գծային կախվածության կարելի է մի քիչ փոխել։ Վեկտորների համակարգը գծորեն կախված է, եթե վեկտորներից մեկը VK-երորդը կարող է արտահայտվել իր նախորդների գծային կոմբինացիայով։ Այսինքն վերցրեք V1-ից VK մինուս 1-ը, դիմացից դրեք ինչ որ գործակիցներ, այս տեսքով նայեք, ներքևում գրված է։ Ուրեմն եթե վեկտորների համակարգը գծորեն կախված է,
նրա վեկտորներից մեկը արտահայտվում է իր նախորդների գծային կոմբինացիայով։ Եկեք այստեղ մենք հասկանում ենք, որ վեկտորները ինչ որ ձևով կարգավորված են։ Ինչի է սա ճիշտ։ Տեսեք, ապացուցենք, որ սա ճիշտ է։ Ենթադրենք համակարգը կախված է, այսինքն v-ն արտահայտվում է մնացյալների գծային կոմբինացիայով։ Ասենք թե մենք ունենք v1-ից, չգիտեմ, v7-րդ վեկտորները եւ սրանցից որ մեկ, ասենք v2-ը արտահայտվում է մնացածներով, v4-ը նույնպես արտահայտվում է, v5-ը նույնպես արտահայտվում է։ Վերցնենք n ամենամեծ համարով վեկտորը, մեծագույն կան վերցնենք ինդեքսը, որի համար սա ճիշտ է։ Դա օրինակ այս օրինակում նշանակում է, որ v5-րդը արտահայտվում է մնացածներով, իսկ v6-րդը եւ v7-րդը դուք ասեք, արտահայտվում են այլևս թե ոչ։ Ոչ։ Ոչ, որտեղ v5-րդը մեծագույնն է։ Հիմա այստեղ ենթադրենք այս օրինակին անդրադառնանք, ենթադրենք ահա այս կան մաքսիմալ կան է, որի համար այսա տեղի ունի։ Հիմա ես պնդում եմ, որ հենց որ մաքսիմալ կայի համար այսա ես գրել եմ, ես կարող եմ վերցնեմ այս մնացած այս գումարելիները դեն շպրտեմ, ստանամ այս ներքևի գրությունը։ Ինչու՞։ Այսինքն ես պնդում եմ, որ այս բոլոր այս ինչերը b-երը k + 1-ից սկսած, դրանք բոլորը 0-ներ են։ Ցույց տանք։ Ենթադրենք դրանցից մեկը 0 չլներ, ասենք թե b k + 1-ը 0 չլիներ։ Եթե 0 չլիներ, նայեք, ես կարող եմ արդյոք այս գումարելին վերցնեմ, տանեմ, գցեմ հավասարման տանեմ, գցեմ հավասարման այսա, տանեմ, գցեմ հավասարման ձախ մասը, v-կան բերեմ, գցեմ այստեղ իր k-րդ տեղը, այստեղ կլինի ձախ մասում կլինի մինուս bk + 1 անգամ vk + 1-ը, չէ։ Ահա, vk + 1-ը թողնեմ իր տեղում, ձախում էր, չէ ինքը։ Ահա, սա այլևս չկա այստեղ, որտեղ ձախ մասը կողմն է գնացել, մենակ մի քայլ է մնում պակասում, ինչ պետք է անեմ, այստեղ մի հատ մինուս vk + 1 կար, չէ։ Եկեք սենց անեմ։ Մի հատ էլ այդ մինուս vk + 1-ի վրա մինուս vk + 1, ստեղ էլ մինուս vk + 1, մի հատ բոլորը բաժանեմ, այստեղ էլ մինուս b կներեք, b չէ, k + 1։ Այսպիսի գործողություններ անեմ։ Ինչի ես սա կարող եմ անել, որտեղ տեսեք, այս bk + 1-ը, որի վրա մենք բաժանեցինք, մենք ենթադրել ենք, որ ինքը ոչ զրոյական է։ Կարելի է դա անել։ Եվ հիմա ով է ուզում ասել, ինչ հակասություն ստացանք։ Որ ավելի մեծ ինդեքսով կա, որը ներկայացվում է գծային կոմբինացիայով։ Ապրեք։ Ստացվեց, որ իսկապես, եթե համակարգը գծորեն կախված է, ապա նրա վեկտորներից մեկը արտահայտվում է իր նախորդների գծային կոմբինացիայով։ Մենք անդադ օգտագործելու ենք այս փաստը։ Հիմա անցնենք ապացույցի ամենաավարտական եւ ամենագեղեցիկ մասին։ Վերցնենք երկու հատ բազիս մեր միևնույն v տարածության մեջ։ Եվ ենթադրենք թեորեմը սխալ է, սրանցից մեկնումեկ ավելի քիչ քանակությամբ տարբերին առանց ընդհանրությունը խախտելու համարենք, որ n-ը փոքր է m-ից։ Հակառակ դեպքում կդիրքափոխեինք, այնտեղ նրանց համար կանեինք։ n-ը փոքր է n-ից։ Նայեք, j1-ը ձախից ավելացնենք e բազիսին։ e1 g-ն տարերը գրված են, j1-ը ձախից ավելացնենք։ Տեսեք, այստեղ քանի որ e1 g-ը բազիս էր, տարածության ցանկացած վեկտոր այս բազիսով պաշտահավոր էր ներկայացվել,
Մասնավորապես Ž1-ը պարտավոր է նրանցով ներկայացվել։ Հիմա դուք ասեք, այս համակարգը այս վեկտորների այս համակարգը J1 Y1 Y-ն բազիս է թե բազիս չէ։ Գծորեն կախված է, դրա համար բազիս չի չէ։ Այո, ապրեք, գծորեն կախված է։ Եթե գծորեն կախված է, ապա այն նախորդ մեր պայման կետի համաձայն, որ մենք նորապացեցինք, այս վեկտորներից մեկն ու մեկը պարտավոր է արտահայտվել իր նախորդներով։ Կարող է արդյոք դա լինել J1-ը։ Չի կարող, որտեղ J1-ը նախորդ չունի։ Այսինքն Y1 Y-ն այս վեկտորներից ինչ որ մեկը պարտավոր է արտահայտվել իր նախորդներով։ Դե, որպեսզի գրառումը շատ չճոռոմացնենք, համարենք Y-ը արտահայտվում է, գծորեն արտահայտվում է իր նախորդներով։ Վերցնենք այս համակարգը եւ սրա մեջից դեն նետենք այս Y-ը։ Կստացվի J1, Y1 եւ այլ yn + -1։ Ով կարող է ասել ինձ, սա ստացվածը գծորեն անկախ է թե գծորեն անկախ չի, կներեք, ծնիչ է թե ծնիչ չի։ Հələ նայեք Ծնիչ է, չէ՞։ նախորդ լեմման էլ նայեք, ծնիչ է, ինչու է ծնիչ։ Դե Y1-ից Y-նով ծնվում էր, Y-ն էլ ներկայացում է J1-ից Y-1-ով, հետևաբար կարող ենք կամայականը ստանալ։ Ապրեք, ուրեմն մենք նոր ասենք, որ եթե ծնիչ վերցնենք, ծնիչի վեկտորներից ինչ որ ուն, մյուսների գծային կոմբինացիա, իրան բռնում դեն ենք շպրտում, ինչ որ մնաց տակը նույնպես ծնիչ է։ Այսինքն այս սա որ դեն նետեցինք, այսքանը նույնպես ծնիչ է։ Լավ, թող լինի ծնիչ։ Վերցնենք իրան դիմացից J2-ը հիմա վերցնենք, դիմացից այ ավելացնենք ամենասկզբից։ Նայեք, J1, Y1, Y-1-ը ծնիչ էր, ուրեմն այս J2-ը սրանցով արտահայտվում է։ Դե հիմա դուք ասեք, այս համակարգը ուրեմն կախված է թե անկախ։ Կախված է այլ։ Որտեղ իր վեկտորներից մեկը կա, որ մյուսներով արտահայտվում է, բայց ըստ այս մեր մի քիչ առաջ հիշատակած փաստի, այս վեկտորներից ինչ որ մեկը պարտավոր է արտահայտվել իր նախորդներով։ Հիմա հարց. J2-ը դա կարող է լինել։ Ինքը նախորդ չունի, չէ՞։ Ապրեք չունի։ Բա J1-ը կարող է արտահայտվել։ Իր նախորդը J-ն էր, բայց այդ բազմությունն էլ անկախ էր, դրա համար չի կարա։ Ապրեք, իր նախորդը միակ շանսը J2-ն է, եթե սա J2-ով արտահայտվեր, նշանակում է J-ն անկախ չէր լինի։ Այսինքն այս երկուսից ոչ մեկը այդ հատկությունը չունեն, նշանակում է այդ հատկությունը ունի ես Y1-ից Y-1-ից ինչ որ մեկը։ Դե գրառումը շատ չբարդացնելու համար համարենք, որ այդ լավ հատկությունը ունի Y-1-ը։ Ինքը իր նախորդներից ոմանցով արտահայտվում է կամ բոլորով արտահայտվում է։ Բռնենք ու այս մեր համակարգից դեն նետենք Y-1-ը։ Ով կհիմնավորի, այդ ինչ որ մնա տակը, այս սա կմնա, չէ՞ տակը, դեն նետելուց հետո, սա կլինի արդյոք ծնիչ բազմություն, թե ոչ։ Կլինի էլի նույն պատճառով, որտեղ Y-1-ը ներկայացվում էր մնացածի կոմբինացիայի տեսքով։ Այսինքն մենք էլի հենվեցինք այն վերևի լեմմայի վրա, շատ լավ է։ Հիմա այս process-ը շարունակենք, ամեն քայլում մենք աչից ձախից մի վեկտոր այսպես ավելացնում ենք, աչից ջնջում ենք, ձախից ավելացնում ենք, ջնջում ենք, ու ամեն քայլում մենք միշտ մնում ենք ծնիչ բազմություն։ Մենք ծնիչ բազմություն լինելու փաստից երբևէ դուրս չենք գալիս։
Երբ որ n քայլեր անենք, մենք n-րդ քայլից հետո մենք ջնջած գցած կլնենք այս բոլոր y-երը, ստեղից դեն շպրտած կլնենք եւ դրանք փոխարինած կլնենք J1, J2, Jn-ով։ Ու սա կլինի ծնիչ բազմություն։ Հիմա ով է ուզում ասել, ինչու մենք հակասության հանգեցինք։ Ստացանք n տարանի բազիս, չէ՞։ Չէ, հələ որ տնից բազմությունը։ Բազիս հələ նայեք, տեսեք, որ մենք սկզբում ինչ էինք ասել։ Մենք վերցրել էինք, որ երկու հատ բազիս ունենք։ Սա n տարժանի, սա m տարժանի։ Ընդ որում m-ն էլ n-ից մեծ է։ Եվ այս j-ի մեջ մենք հիմա վերցրեցինք j1-ից մինչև jn վեկտորները ու պարզվեց, որ սրանք ինչ են իրանից ներկայացնում։ Ծնիչ են, բայց սրանք j1-ից jn-ը դա j-ի բոլոր վեկտորներն են, թե դրա մի փոքրիկ մասն են միայն։ Մի մասը։ Մի մասն են, որտեղ հələ սրանից հետո պիտի գա jn+1 եւ այլ, պիտի մի հատ վերջում մի հատ jm գա, որոնք այս բոլորը այս հետո եկողները պարտավոր են այս առաջի n հատի գծային կոմբինացիա լինել, որը հեչ հնարավոր չի, չէ՞։ Ստացանք հակասություն, մեր հակասությունը ինչ է ասում։ Հակասությունը ստացվեց ինչից ելնելով։ M բանից, որ n-ը եւ m-ը միմյանց հավասար են։ Տեսեք, այս գեղեցիկ թեորեմը, որը մենք ավարտեցինք, մեզ իրավունք է տալիս հետևյալ սահմանումը տալ։ Ենթադրենք v-ն ինչ որ տարածություն է, նրա չափողականություն է կոչվում dimension եւ այսպես է նշանակվում dim v։ Նրա որևէ բազիսի հզորությունը կամ եթե վերջավոր բազիսի մասն է խոսքը գնում, նրա տարրերի որևէ բազիսի տարրերի քանակը։ Ով է ուզում հիմնավորել, ինչի է սահմանումը մենք այս թեորեմից վերևում չարեցինք, ինչի է մեզ այս թեորեմը պետք նախքան այս սահմանումը տալը։ Ընտրված բազիսից կախված կարող տարբեր լիներ այդ թիվը, եթե հավասար չլինեին։ Ապրեք, որտեղ կարող է մեկ ասել, բայց մի րոպե, դուք այս տարածության համար բազիս եք ընտրել, որը 3 տարժանի է, ես էլ գնացել եմ մի հատ շատ հետաքրքիր սերամիկ մեթոդով բազիս եմ ընտրել, որը 4 տարժանի է։ Դե հիմա իր չափողականությունը 3 է թե 4։ Նման իրավիճակ հնարավոր չի։ Հիշենք այս սահմանումը, տարածության չափողականությունը։ Եվ մեկ-մեկ ասում են նաև այսինչ չափանի տարածություն։ 3 չափանի տարածություն։ Մենակ զգուշ եղեք, երբեք չասեք տարածության չափը 3 է, որտեղ չափը դա Լեբեգի չափն է, ուրիշ բան է նշանակում մաթեմատիկային։ Եկեք օրինակներ նայենք, բայց մինչև այսպես սահմանումների նշանակումների ծանոթանանք, եթե տարածության չափողականությունը n-ը, գնում ենք այսպես։ Եվ տարածությունը կոչվում են վերջավոր չափանի տարածություն։ Իսկ հակառակ դեպքում, եթե ինքը մի հատ անվերջ բազիս ունի, գրում են dim v-ն հավասար է անվերջ եւ կոչվում են անվերջ չափանի տարածություն։ Օրինակ dim r2-ը ինչի է 2, որովհետեւ մենք r2-ում ինչ բազիս ունեինք, ստանդարտ բազիսը, որի մասին մի քիչ առաջ խոսակցությունը գնաց, չէ՞։ Dim r3-ը 3 է, dim rn-ը n-ը չափողականությունը, dim ընդհանրապես fn-ը ցանկացած դաշտի համար n-ը։ Dim fx-ը անվերջ չափանի տարածությունը, ընդ որում տեսեք զարմանալի բան է այստեղ գրած։ Այստեղ գրած է dim pn-ը n+1 է։ Ով կարող է հիմնավորել ինչու։ Dim այս pn-ը դա որ տարածությունն էր։
Ես դժվարանում եք հիշեք։ Մեկը մեկ էլ x-ից x-ի են աստիճանները, չէ՞։ Ապրեք, սա մինչև n-րդ ոչ ավել քան n-րդ աստիճանի բազմանդամների տարածությունն էր։ Նրա համար բազիսերով է, դուք մեկը ճիշտ եք ասում x-ը, x-ից հետո ով x քառակուսի ու միջև x-ի են։ x քառակուսի x-ի n։ Եղավ, այս բազիսն էլ, որպեսզի դուք իդեպ անդադ իրան հիշատակեք, ասեք սա 1x x քառակուսի եւ այլն բազիսն է։ Որոշ գրքերում, չգիտեմ ինչի, ինչ-որ իներցիայի տակ սրանել են անվանում ստանդարտ բազիս, բայց խնդրում եմ այս բազիսը երբեք ստանդարտ բազիս չասեք, որտեղ բազմանդամային տարածությունում ստանդարտ բազիսը դա Լեժանդրի բազմանդամներն են կազմում, որոնք մաթանալիզում խորը կիրառություններ ունեն։ Մեր դասընթացից դուրս է մնում, բայց մենակ խնդրում եմ մի բան հիշեք, երբեք սրան չանվանեք ստանդարտ բազիս։ Նմանապես ֆունկցիոնալ տարածությունը անվերջ չափանյա, իսկ հələ ով կասի, ինչի mn f-ը մատրիցային տարածության չափողականությունը ինչի է m անգամ n։ Դե ամենտեղ որ մեկ Ինչ բազիս ենք վերցնում։ դե ամեն մի տեղում որ մեկեր ենք դնում, m անգամ n հատ էլեմենտ ենք ունենում, այդ ամեն էլեմենտի տեղը մեկ որ լինի, մնացածը զրոներ, այդքան հատ կստանանք։ Ապրեք, ու այդ մատրիցը ոնց որ թե սենց էինք, չէ՞ նշանակում E-ին, դա մեր ահա այս մատրիցն էր, որի E-յորդ տեղում 1 էր կանգնած, մնացած մասերում 0-ներ։ Եվ սրանց քանակությունը պարզավոր m անգամ n հատիկ էր, եւ իրանք կազմում են իրանից 0-ներ։ Եկեք ստեղից մեր դասընթացի մեջ այդ կարևոր պայմանավորվածություն կատարենք։ Ընդհանրապես անվերջ չափանի տարածությունները մի քիչ բարդ թեմա են, ոչ թե իսկապես իրենց տեսությունն է այդքան բարդ, այլ իրանք հենվում են տրանսֆինիտ թվերի, տարբեր տեսակի անվերջությունների, հաշվելի, կոնտինուումից ավելի բարձր անվերջներ, դες թեմաների վրա, որոնք որ բուհական դասընթացների մեջ որպես կանոն հաճախ չեն մտնում։ Եթե բուհը Մոսկվայի համալսարանը կամ Ստանֆորդը չի։ Դրա համար մենք պայմանավորվում ենք այս կետում, սա մեր դասընթացի կարևոր պայմանավորվածություններից մեկն է, սա ինձ հետո որ ասենք տարածություն ասեմ, որպես կանոն մենք հասկանանք վերջավոր չափանի տարածությունները, հա։ Անվերջ չափանիները միայն հատուկ դեպքերում կշեշտենք, երբ որ հատուկ անհրաժեշտ է։ Օրինակ, մենք կարող ենք մեր խոսքի մեջ այսպիսի ինձ խոսքի ազատություն ցույց տամ։ Կարող եմ ասեմ, դիտարկենք V տարածությունը E բազիսով, որտեղ Y-ն այս սա է, Y1-ից Yn։ Դուք կարող եք ասեք, բայց մի րոպե, բա որ հանգարց Y1-ից Yn չլինի, բա որ անվերջ լինի, դեպքում ինչ եք անելու։ Ոչ, մենք ստեղ պայմանավորվածություն ունենք, որ խոսքը գնում է անվերջ տարածությունների մասին, վերջավոր չափանի տարածությունների մասին միայն։ Հանգիստ մենք կարող ենք ասենք վերցնենք V տարածությունը եւ դրա մեջ Y1 Y-ն բազիսը, վերջակետ։ Եկեք այս առաջադրությունը անցնենք կետ առ կետ, ապացույցների մի մասը մենք այստեղ կանենք, մի մասը կմնա ինքնուրույն որպես հանձնարարություն։ Տեսեք, այս առաջադրությունը շատ օգտակար է, որովհետև տարբեր խնդիրներ լուծելուց իրավիճակը գալիս է ոչ թե ինչ-որ ընդհանուր մի հատ տեսքի, որի վրա որտեղ մենք պետք է հենվենք տարածության կամ բազիսի սահմանման, այլ իրավիճակը կբերվի այս ստանդարտ դեպքերից որևէ մեկին։ Դա համար կետերը լավ հիշեք։ Ցանկացած գծային տարածության մեջ, եթե մեզ տված է S գծորեն անկախ վեկտորներ, ապա դրանց կարելի է ավելացնել էլի կողքից մի քանի հատ վեկտորներ, մինչև որ դառնա բազիս։ Այսինքն ամեն մի անկախ համակարգ կարելի է կողքից վեկտորներ ավելացնել, որ դառնա բազիս։ Օրինակ, տեսեք, մեր այս R2-ի մեջ, եթե ես վերցնեմ մի հատ կամայական անկախ վեկտոր, կարող եմ մի հատ էլ վեկտոր ավելացնեմ, օրինակ սա։
որ իրանք միասին դառնան բազիս։ Կարող են։ Ապացույցը ոնց է։ Իհարկե վերջավոր չափանի համար ենք ասում միայն։ Չէ՞, մենք մի շարժ պայմանավորվածություն ենք արել։ Ոնց կարող ենք ապացուցենք, ես ուզում եմ որ դուք ինձ հուշեք։ Ենթադրենք S-ը անկախ համակարգ է։ V1, չէ, VK հատ վեկտորներ են իրանց մեջ մտնում։ Ոնց կարող եմ սա լրացնեմ մինչև բազիս դառնա։ Հարց քննարկեմ երկու դեպքեր։ Սա տնիչ է կամ տնիչ չի։ Եթե տնիչ է, էլ արդեն բան կա ապացուցելու։ Չէ, որ տնիչ է լինում էլ ու անկախ է արդեն բազիս։ Անկախ էր, համ էլ տնիչ էր, դե բազիս էր, ապացույցը վերջը։ Ուրեմն ինքը տնիչ չի։ Եթե ինքը տնիչ չի, այ ինչ է նշանակում տնիչ չի։ Մեր տարածության մեջ ինչ որ կողքից u1 վեկտոր կա, որ այս u1 վեկտորը այս վեկտորների գծային կոմբինացիայով չի ներկայացնում։ Բռնենք այս u1-ը, բերենք գցենք այս բոլորի պոչից հետո, բոլորից հետո տեղադրենք։ Այս համակարգը ես պնդում եմ, որ նորից ինքը անկախ է։ Ինչու է ինքը անկախ։ Շեշտում եմ, որ վերջից եմ ավելացրել։ Հա, միայն կարող է ներկայացնել իր նախորդների կոմբինացիայով, դե ունել չի ներկայացնում, որովհետև իսկ մնացածը չէին կարող ի սկզբանե անկախ։ Շատ ապրեք, սա անկախ է։ Ինչի անկախ, որտեղ եթե լներ կախված այս վեկտորներից, այս k+1 հատ վեկտորներից, մեկն ու մեկը պիտի արտահայտվեր իր նախորդ ներով։ Դե v1-ից vk-ը չեն կարող դա անել, որտեղ իրանք անկախ էին, u1-ն էլ չի կարող, որտեղ նոր ասինք, որ չի կարող, ուրեմն սա շարունակում է անկախ մնալ։ Հիմա այդ հարցը նորից իրան տանք։ Ինքը տնիչ է, թե տնիչ չի։ Եթե ինքը տնիչ է, պնդումը ապացուցված է։ Եթե ինքը տնիչ չի, դա նշանակում է կողքից մի հատ u2 վեկտոր կա, որ այս սա տնիչ չի, նշանակում է սրանով մեր u2 վեկտորը չի ներկայացվում։ Ինչ առաջարկություն ունեք, այդ u2 վեկտորը հիմա ինչ անենք վերցնենք։ Էլի աչից ավելացնենք։ Ապրեք, վերջից ավելացնենք։ Ու այդպես process-ը շարունակենք։ Քանի որ վերջավոր չափանի տարածությունը process-ը չի կարող անվերջ գնալ, ուստի վաղ թե ուշ պիտի կանգ կառնի։ Կանգ կառնի նշանակում որ մենք հերթական անգամ հարցնենք ինքը տնիչ է թե չէ, կասի պատասխանը այո։ Ինքը անդադ մնում է, շարունակում է մնալ անկախ եւ աճելով գնում դառնում է տնիչ է դառնում։ Այս կետում մի հատ պնդում էլ կա, ասում է մասնավորապես յուրաքանչյուր ոչ տրիվիալ, այսինքն ոչ զրոյական տարածության մեջ բազիս կա։ Ինչի է սա այսպես։ Որտեղ եթե վերցնենք մենք պատահական տարածություն, ինքը ոչ զրոյականը նշանակում է իր մեջ գոնե մի հատ ոչ զրոյական վեկտոր կա։ Անունը դնեմ v1 ու անցնեմ նախորդ կետերին, քանի որ ինքը մի հատիկ է ու ոչ զրոյական է, ինքը անկախ է։ Եթե տնիչ է, լավ է։ Եթե տնիչ չի, ելի հերթով կողքից սկսեմ վեկտորներ ավելացնել, մինչև գան լցվի ինչ որ vn, սենց բազիս տա։ Եղավ։ Հաջորդ կետը, տեսեք, սրա դուալ հակառակն է։ Առաջի կետում ասում էր ամեն մի անկախ համակարգ կարելի է պոչից վեկտորներ ավելացնել, որ լցվի դառնա բազիս, իսկ սա հակառակն է ասում, ամեն մի տնիչ բազմություն կարելի է իրանից որոշ քանակության վեկտորներ հանել, որ դառնա բազիս ամբողջ տարածության մեջ։ Ապացույցը զգում եք, չէ՞ ոնց ալնելու։ Էլի վերցնենք, այս մեր վեկտորները գրենք սենց v1-ից vm։ Հիմա հարցը ուրիշ ձևով ենք տալիս։ Լավ, սա տնիչ բազմություն է։ Հիմա դուալ հարցն ենք տալիս։ Ինքը կախված է թե ոչ։ Եթե կախված չի, անկախ է, ուրեմն արդեն իսկ բազիս է։ Եթե կախված է, ուրեմն այս վեկտորներից մեկը մյուսների կոմբինացիայով արտահայտվում է։ Բռնենք, ասենք թե վերջինն է։ Իրան դեն շպրտենք
կստացվի, որ էլի ծնիչ կստացվի, որտեղ ծնիչից կախված վեկտոր հանելը շարունակում ենք մնալ ծնիչ։ Այսպես իրանից որոշ քանակության վեկտորներ կհանվեն, կդառնա բազիս։ Հաջորդը, եթե մեր տարածության մեջ մեր տարածության չափողականությունը n է, եւ m-ը n-ից մի քիչ ավելի մեծ, խիստ մեծ թիվ է, ապա m հատ վեկտորները, ով ուզում է ելնեն, իրանք միշտ գծորեն անկախ են։ Այսինքն, կոպիտ ասած, մեր R3 չափանի տարածության մեջ անհնար է 4 հատ վեկտոր գտնել, որոնք որ անկախ ելնեն։ Իրանք պիտի ինչ 4 հատ վեկտոր վերցնենք, իրանք պիտի կախված ելնեն։ Ով է ուզում ասել ինչի է դա այդպես։ Որովհետև եթե n-ը չափը, այսինքն n չափանի բազիս ունենք մենք, ու կամայական ուրիշ վեկտոր կարելի է այդ n հատով ներկայացնել։ Եկեք սենց ասենք, տարածության չափողականությունը n-ը։ Հիմա վերցնեմ m հատ վեկտոր, որոնք որ անկախ են, m-ն էլ n-ից մեծ է։ Ըստ այս նախորդ առաջի կետի, ես կարող եմ այդ վերցրած այդ բազմության վրա կողքից էլի մի քանի հատ վեկտորներ ավելացնեմ, որ դառնա բազիս։ Կարող եմ, բայց ինքը m-ը n-ից մեծ էր, կողքից էլի վեկտորներ ավելացրեցինք, ինքը էլ ավելի մեծացավ։ Ստացվեց, որ ունենք երկու հատ բազիս, որոնց վեկտորների քանակությունները խիստ իրար հավասար չեն։ Հաջորդ կետը ասում է, հաջորդ կետը այս սրա դուալն է։ Ասում է, եթե տարածության չափողականությունը n-ը, իսկ m-ը այս անգամ n-ից խիստ փոքր թիվ է, ապա m հատ վեկտորների ոչ մի բազմություն ծնիչ չի կարող լինել n-ի համար, v-ի համար։ Այսինքն, տարածության եթե չափողականությունը n-ը, n-ից շատ վեկտորները անկախ չեն կարող լինել, n-ից քիչ վեկտորները ծնիչ չեն կարող լինել, մասնավորապես երկուսն էլ բազիս չեն կարող լինել։ Այս հաջորդ երկուսն էլ իրար են դուալ։ Սա ասում է, եթե տարածության չափողականությունը n-ը, ապա n հատ գծորեն անկախ վեկտորները բազիս են կազմում, ծնիչ ելնելը ստուգելու կարիք չկա։ Եվ n հատ վեկտորները հենց որ ծնիչ են, էլի բազիս են կազմում։ Այս դեպքում կախվածությունը ստուգելու չկա։ Եվ վերջին 7-րդ պնդումը ասում է, որ եթե ուն v-ի ենթատարածություն է, ապա v-ի չափողականությունը ու-ի չափողականությունը v-ից փոքր կամ հավասար է։ Ընդ որում հավասարությունը տեղի ունի միայն այն դեպքում, երբ որ ենթատարածությունը ամբողջ v-ին անգա։ Այսինքն 3 չափանի տարածության մեջ եթե մենք ենթատարածություն վերցնենք, նա անպայման պիտի 2 չափանի լինի, 1 կամ 0, եթե նա v-ին հավասար չէ։ Ահա